Հարգելի ավականու անդամներ, համայնքային բաժնի ներկայացուցիչներ, իմ գյումրեցիներ, սիրելի Հայաստան աշխարհ։ Ուրեմն օրեր շարունակ, ամիսներ շարունակ իշխանությունը թեզ էր առաջ տանում, որ Գյումրիում կառավարման ճգնաժամ կա, որը միանշանակ չի համապատասխանում իրականությանը։ Ճգնաժամ գոյություն ունի այլ համայնքներում, որտեղ ղեկավարում են իրենց սրտի քաղաքապետերը, կոնկրետ օրինակ կարող եմ նշել Կիրովագանում, չեմ հիշում որ թվականից, որ ժամանակահատվածից ավականու նիստ չի կայանում այնտեղ։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անհարգի կալանավորումից հետո բնականon հիմքով ընտանում է ավականու նիստերը։ Ես ուզում եմ օգտվելով առիթի շնորհակալություն հայտնել խմբակցություններին, 4 խմբակցություններին, որոնք ընդդիմադիր հայացքների տեր են եւ միասնական մինչև այսօր պահում են եւ հույսով եմ մինչև վերջը կպահեն իրենց հայացքները։ Հաշվարկները այնպես էր գնում իշխանության կողմից, որ մի ավականի ունեինք ում նախընտրական շրջանում կալանավորել էին, տնային կալանք էին տվել, գործընթացը սկսվել էր փոփոխության, սակայն այս բանը չհասցվեց, թեպետ մենք թիվը ունեինք, որ գրանցեինք նիստը եւ այսօր էլ ականատես եղանք խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի հանդեպ իշխանական բռնաճնշումները։ Սա է պատկերը, որ անդադար կենտրոնական իշխանությունը փորձում է նպատակասլաց, նպատակաուղղված խաթարել Գյումրու քաղաքապետարանի աշխատանքները, ավականու աշխատանքները։ Եվ այսքանից հետո իմ գյումրեցիներ, դուք պետք է արդեն ձեր մեջ տարազանեք, թե որտեղ է թաքնվում այն միտքը, թե ինչից է բխում ճգնաժամը։ Ճգնաժամը արհեստական է, շինովի է, չկա այդպիսի բան եւ փաստը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւս մեկ անգամ տապալեց ավականու նիստը, որտեղ քննարկման ենք տարգելու շատ ու շատ հարցեր, որոնցից հատկացնելու են գումարներ հողակներին, հատկացվելու էր եւ մրցույթ էր հայտարարվելու մանկապարտեզի երեխաներին սեպտեմբերյան պարգերի տրամադրումը։ Ես հիշեցումս ձեզ ամանորյա միջոցառումների եւ Եղևնու զարդարանքը նույն ձևի այդպես քաղաքացիական պայմանագիրը չներկայացավ, ռավալի տվեց։ Որոշ մարդիկ բարձրաձայնում են երեխաների տոնը, երեխաների համար, հանուն երեխաների գործող ուժը պետք է ներկա գտնվի ավականու նիստին, իր պարտականությունն է, ոչ մի գրություն, ոչ մի հաղորդագրություն չենք ստացել խմբակցությունից, թե ինչն է պատճառը, որ մի ամբողջ խմբակցություն այսօրվա նիստին ներկա չի գտնվում։ Սուբվենցիոն ծրագրերն էին քննարկելու, որոնց մասին բարձրաձայնում է երկրի վարչապետը, 48 փողոցներն էին քննարկելու, որոնք ընդգրկվելու էր եւ ուղղվելու էր կառավարություն։ Ներկայացվում էր նաեւ աղետից տուժված հրդեհի հետևանքով մեր քաղաքացիների գումար հատկացնելու եւ այլն տարբեր տիպի, ասեմ ձեզ, աջուրտի էր տրվելու նոր աջուրտային կարգով հողերը, էլեկտրոնային աջուրտի էր տրվելու ավականու որոշումով, եթե չեմ սխալվում 7-ից 8 ամիս է կառավարության որոշումով կանգնել է ֆոնդային մասը քաղաքապետարանի
շատ ցածր մագարտակի վիճակում է գտնվում, որովհետև կենտրոնական իշխանությունը գրություն ուղարկեց, խոչընդոտեց այդ գործընթացին, նոր գործընթացով սկսում ենք աշխատանքները, որ կարողանանք ֆոնդային մասը ապահովենք, բայց ակնհայտ տեսնում եք սիրելի քաղաքացիական պայմանագրի խմբակցության հավաքանու անդամները մի անձնյա ներկա չեն գտնվում։ Այս ամբողջը իմ գյումրեցիներ, ես հանձնում եմ ձեր տատին։ Այն ինչ որ խոսվում է, այն խոսույթը, որ օգտագործում են քաղաքապետարանում, Գյումրու քաղաքապետարանում կա ճգնաժամ, դա ուղղորդված է միանշանակ եւ ճշմարտությանը չի համապատասխանում։ Հետո մի բան ասեմ, գյումրեցիներ, սա կոնկրետ ձեզ է վերաբերվում։ Դուք քաղաքացիներ եք, քաղաքաբնակ ժողովուրդ եք եւ թույլ չտաք, ես չեմ թերագնահատում, որ ձեր քաղաքին գյուղ կծնեն։ Սա ձեր պատվի հարցն է։ Դուք թույլ չտաք։ Միշտ թույլ չեք տվել, հիմա էլ թույլ չտաք, որ ձեր քաղաքին գյուղ կծնեն։ Դուք քաղաք եք, հանրապետության երկրորդ քաղաքն եք, այդ ստատուսը դուք պետք է պահեք։ Այսքանը, շնորհակալություն։